Եվ ես դեմ եմ բոլոր նրանց, ովքեր ունեն ինչ-որ բան փոխելու կարիք իրենց կյանքում։ Ենթադրում եմ, որ շատերն են, որ հիմա հետևում են ինձ։ Եկեք մի պարզ տեխնիկա ձեզ սովորեցնեմ, որ ձեզ շատ կօգնի կյանքում։ Ինչ է պետք անել։ Նստեք սովորական աթոռին, մենք դա ասում ենք տաբուրեткայի տարբերակով, այնպես է կոչվում հոգեթերապիայում, որպեսզի ձեր ողնաշարը լինի ուղիղ, ոտքերը ծալված են 90 աստիճանի տակ, նո կարելի է սովորական աթոռին դա անել։ Որից հետո 3 անգամ շնչեք քթով, արտաշնչեք բերանով, իսկ հետո ձեռքերը բարձրացրեք վեր, ափերը բաց, բութ բանով դեպեք ձեր դեմքին, ականջներից մի փոքր առաջ, այսպես խնդրում։ Իսպես դժվար չէ, հեշտ է։ Որից հետո մի հատ խորշուչ կատարեք, արտաշնչեք և փակեք աչքերը։ Փակեք աչքերը և լսեք ինձ։ Փակեք աչքերը ու հանգստացեք։ Փորձեք կողքից նայել ձեզ, որտեղ են ձեր ոտքերը։ Կարծես ձեր ոտքից դուրս է եկել 2-3 մետր։ Որտեղ են ձեր ձեռքերը, որտեղ են ձեր ոտքերը, որտեղ է ձեր իրանը։ Շնչեք հանգիստ, ազատ, տեթև։ Թույլատրեք, որ ձեր ձեռքերի մկանները հանգստանան, թույլատրեք, որ ձեր ոտքերի մկանները հանգստանան, ավելի լավ զգացեք, ինչպես են ձեր ոտքերը հպվում հատակին, ազատեք շնչառությունը, թույլատրեք, որ ձեր սիրտը աշխատի հանգիստ, ազատ, և հետո սպասեք ու հիմա կզգաք, որ ձեր ափերը սկսում են շարժվել դեպի իրար, կամաց, միշտ արեք։ Շատերը այդ պահին կարող են զգալ, որ ափերը դարձան տաք, հետո ինչ-որ հոսանքներ կարող են զգալ ծաղծկոց, և իսկապես ձեր մատերը շարժվում են առաջ և ձախ ձեռքի ափերը։ Միշտ ապեք, շնչեք ազատ, փակ աչքերով, հանգստացեք, սպասեք մինչև այն պահին, երբ ձեր մատերը կդիպչեն իրար։ Եվ հենց որ ձեր մատերը դիպան իրար, միացան իրար, ձախ ձեռքը մնում է իր տեղում, իսկ աչքը բարձրանում մի փոքր վեր, մտածում է այնպես որ ափով նայի դեպի ներքև, ու հիմա ձեր ձեռքը սկսում է կամաց, չշտապեք, 1-2 րոպեվա ընթացքում պետք է իջնի հասնի ձեր ոտքին, չշտապեք, իսկ դուք փակ աչքերով զգացեք որտեղ է գտնում ձեր ձեռքը, ինչքան բարձր է, ինչ արագությամբ է իջնում, համաչափ, առաջ շտապել։ Ու հիմա այս պահին հիշեք մի որևէ լավ դեպք ձեր կյանքից, մի շատ հաճելի դեպք, ուրախ դեպք, այնպեսի մի դեպք, երբ դուք եղել եք երջանիկ համարյա, հաջողակ, այնպեսի հոգեկան թեթևություն եք զգացել, գուցե դա մանկական հասակում էր, գնացեք ուրեմն ձեր մանկությունը, գուցե ավելի հասուն վիճակում, գնացեք այնտեղ, գուցե մի քանի օր առաջ կամ մի տարի առաջ, էական չէ։ Հիշեք այդ հաճելի պահը, գուցե 1 օր հետևի, գուցե 1 ժամ, լուսավոր օր էր, հաջողակ, ամեն ինչ շատ լավ էր, հոգեպես զգում էիք լավ, ունեիք լավ տրամադրություն, հոգեկան թեթևություն, երջանիկ էիք ձեզ զգում, գուցե դա դպրոցում էր, առաջին համբույրը, դա բարձր գնահատական, կամ ծննդյան օրերը դուք միակ մեծ նվեր ստացաք, որ վաղուց սպասում էիք, անսպասել էր ձեզ համար։ Հիշեք բոլոր այդ երջանիկ պահերը և հիշելու ընթացքում ձեր ձեռքը կամաց 1-2 րոպեվա ընթացքում իջնում է ցած ու ասում է ձեր ոտքին, երկու իջավ ներքև, կարող եք զգալ ինչպես է ձեր աջ ձեռքը տաք, շփում ձեզ ազդրի է, իսկ հիմա վերադառնանք ձախ ձեռքին, որը իր տեղում էր գտնվում, հիմա
պետք է աչքերը փակեմ, ձեռքը, ձախ ձեռքը հիմա շարժում է առաջ, պատույտ է գործում մի փոքր, ապով դեպի ներքև, որի համաչափ 1-2 րոպե ընթացքում ստում է իջնել ցած։ Ու հիմա լավ օգտագործեք ձեր երևակայությունը։ Եվ այն ցանկանում եք ստանալ այդ պրոդուկտը, ինչ ուզում եք ստանալ, լավ վար պատկերացրեք, գունավոր, հնչյուններով, այն ինչ ուզում եք ունենալ, այն ինչ ուզում եք հասնել, այդ պատկերացրեք, որ առավոտյան արթնացել եք, զգում եք ձեզ առողջ, ունեք լավ տրամադրություն, վստահ եք ձեզ, տանից դուրս եք եկել եւ գնում եք հյուր, գնում եք ինչ-որ ընկերների հանդիպելու, ծանոթների հանդիպելու եւ այնքան ձեզ լավ եք զգում, երբ շփվում եք այդ մարդկանց հետ, տրամադրությունը բարձր է, ուժերը տեղն են, ինքնազգացողությունը լավ է, իսկ ձեր ձեռքը շարունակում է իջնել։ Հետո գուցե վերադառնում եք տուն եւ արդեն դուք եք հյուր ընդունում, գալիս են ծանոթ եւ անծանոթ մարդիկ եւ դուք հյուրասիրում եք նրանց։ Եվ ձեզ հետաքրքիր է շփվել այդ մարդկանց հետ, ձեզ հետաքրքիր է խոսել նրանց հետ, բանին ձեզ ոստացնում են լավ, դուք ունեք լավ տրամադրություն, դուք վստահ եք ձեզ, դուք ուժեղ եք, դուք կայուն եք, դուք կարողանում եք բարին բերել մարդկանց, ջերմություն եւ նրանք դա գնահատում են։ Դուք անընդհատ ունեք նորանոր հետաքրքրություններ, ձեր հետաքրքրությունների շրջանակը գնալով լայնանում է։ Դուք ապրում եք լիարժեք կյանքով, արդյունավետ, հետաքրքիր, ձեր մեջ ստեր կա, դուք սիրում եք շատ։ Պատկերացրեք այդ բոլորը։ Պատկերացրեք այն, ինչին ուզում եք հասնել, եւ ձեր աստիճանաբար շնորհեցած։ Կամաց 1-2 րոպե ընթացքում ու հասնում եք ոտքին, զգացեք ջերմությունը եւ ձեր ձեռքը շփվեց ազդրի հետ։ Դուք զգում եք ձեզ հանգիստ ու լավ։ Հիմա կարող եք մի փոքր ձեզ հանգիստ տալ։ Պատկերացրեք մի որևէ հանգստի վիճակ, որ ունեցել եք ձեր կյանքում։ Հանգստացել եք օցանատարում, ինչ-որ միտեղ հանգստավայրում, պարկել եք տաք խոտերին և թուլացել եք ձեր մարմինը։ Իսկ դուք դա եղել եք ծովափին, հենց նոր դուրս եկաք ծովից, ոտքերը բխրճում են ավազի մեջ, հետո պարկեցիք տաք ավազին արդեն, և զգում եք ինչպես է այդ ավազի ջերմությունը հասնում ձեր մեջքին, իսկ կրծքավանդակը լցվում է ջերմությամբ արևի ճառագայթներից, իսկ ծովից փչող զոր քամին հասնում է ձեր դեմքով, աչքերը փակել եք ու հանգստանում եք, ու այնքան որակ կա, այնքան արժեք կա, այնքան բարություն կա հանգստի մեջ։ Լսում եք ջայրի ուրախ երգը, արդեն ծիծաղը, թույլ տալիս որ բոլոր մականները հանգստանան, այսօր դուք ձեզ ծրագրավորեցիք հաջողության, առողջության, լավ ինքնազգացողության, եւ դա լավ է, ձեր տրամադրությունը բարձր է, դուք հանգստանում եք, եւ այս հանգիստն այնքան լիարժեք է, ոչինչ ձեզ չի խանգարում։ Ամեն վարքան զգում եք ինչպես են լիցքաթափվում, բոլոր ձեր կանգատները հեռանում են ձեզանից, վերանում են։ Կարծես մի ապակե պատ եք ստեղծել ձեր մեջքի ետևում, այդ պատից այն կողմ եք թողում ձեր բոլոր կանգատները, վախերը, տագնապները, կպչուն մտքերը, նախորդ տրամադրությունները, վատ հիշողությունները, եւ հրվում եք այդ պատից ու շարժում եք առաջ, արդեն վստահությամբ լի, հավասարակշռ նյարդային համակարգով, հանգիստ նյարդերով, զգում եք ձեզ կայուն, եւ բոլոր այն իրավիճակներում, երբ առաջ ուղղափի եք մատնվում, լարվում, լաց լինում, հիմա կրել եք հանգիստ, վստահ, եւ ձեզ մոտ ամեն ինչ ստացվում է շատ լավ։ Հանգստացաք, հիմա 3 անգամ շնչեք քթով, եւ բերանով արտաշնչեք։ Իսկ հիմա անպայման ժպտացեք, դա շատ կարևոր պայման է, եւ սովորեք ընդհանրապես ժպտալ, սովորեք ժպտալ, լավ ժպտացեք,
Եկել դորից հիշենք բարով գլխավորի խոսքերը, ժպտացեք պարոնայք եւ հիշեք, որ աշխարհի բոլոր հիմարությունները արում են դեմքի լուրջ արտահայտությունով։ Ժպտացեք եւ այդ շփոթը կտա ձեզ առողջություն, լավ տրամադրություն, վստահություն։ Հիմա կատարեք խորը շունչ, արտաշնչեք եւ բացեք աչքերը։ Վստահ եմ, որ դες լավ։ Կատարեք արվի պես ամենը կատարել ինքնուրույն։ Մի քանի օր անընդհատ։ Եվ դե բոլոր բարդությունները, բոլոր ձեր գանգատները կանցնեն։ Զգամ, որ փոխվել եք։ Զգաք, որ ուրիշն եք ավելի լավը։ Ավելի թեթև ապրում ու լավ ցանկանում ես առողջություն